եք համարում, գործունեություն կան առավոտանից, որ ինչպես կարելի է մուտքը փակել միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այցելում է։ Դու ազնվորում եք փաստը։ Կառավարությունը որ այցելում է, պետք է արարողակարգ գոյություն եւ պետք է արվի։ Պրոստը այս անգամ օրա փոխվել, ժամը փոխվել, որ շատերս տեղյակ չեն եղել, որ փոխվել է։ Ժամանակին Փաշինյանը հանգիստ ներսում լինի եւ քաղաքացիներն էլ այցելեն։ Չի լինում դες օրակարգային հարցեր կա, մենակ Փաշինյանը չի, կառավարությունն, ազգային ժողովն, դիվանագիտական ներկայացումներն են Հայաստանի։ Եթե կա պետական ինչ որ կարգ, այդ կարգը պետք է պահել։ Պարզապես այս տարի առաջին անգամ երևի տեղից է փակ։ Ու ժամն է փոխվել։ Վերջին տարիներին միշտ այդպես փակվում է եւ մեզ Վերջ միշտ է փակվել, վերջի տարիներին չէ, միշտ փակվել է, պրոստը ժամը 11-ին է փակվել։ Ու փակվել է այն վերևից։ Միշտ է փակվել 60 որ թվից է, այս ամեն ինչը որ կա 65 թվից փակվել է։ Երբ որ արարողակարգ կա, փակվել է։ Շուկաներների զեկուցեք իրավիճակը բարձրանալու է, լավն է իրավիճակի հետ կապված ինչ կարող եք ասել, որքանով են այսօր Ով բարձրացնում։ Չէ ուզում եք հերմստոց լինի։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության հարց պետք է չլինի ընդհանրապես։ Ցեղասպանություն դա իրականություն է, դա չի կարելի դնել առևտրի։ Երբ որ պետության արտաքին քաղաքականության մեջ կա որևէ հարց, այդ հարցը առևտրի ենթակա հարց է։ Իսկ ցեղասպանությունը երբեք առևտրի ենթակա հարց չի կարող լինել։ Բայց անկախության վարչակարգով սահմանված է, որ մենք պետք է լինենք պահանջատերը ցեղասպանության, պետք է պայքարենք ճանաչման համար։ Ես հիմա ասացի ինչ է նշանակում դրածը, հետո ինչ որ դրածը։ Դրած չի։ Շատ բան։ Դրածը, հա, դրածը, դրածը։ Ինչ հետո ինչ որ դրածը։ Անկախության վարչակարգով Ես էլ ձեզ ասում հստակ ոնց է ընդունված միջազգային պրակտիկայում։ Եթե դու քո արտաքին հարաբերությունների օրակարգում ունես հարց, ուրեմն պատրաստ ես այդ հարցը վաճառել ինչ որ բանի դիմաց։ Ցեղասպանության հարցը վաճառքի ենթակա չի ու չպետք է լինի օրակարգում։ Բայց մեր փոխարենով պիտի այդ ճանաչման գործընթացին նպաստի, մեր փոխարենով պիտի դրա առաջամարտիկը լինի, դա էլ է, չէ՞, արտաքին քաղաքականության մաս պիտի լինի։ Հերթին ոչ, դա չպետք է, նորից եմ կրկնում։ Դուք պատրաստ եք բանը ցեղասպանությանը վաճառել ինչ որ հարցի շուրջ։ Դիվանագիտությունը ներողություն, դիվանագիտությունը դա վաճառք է։ Իհարկե, իհարկե։ Դիվանագիտությունը վաճառք է։ Դա դիվանագիտությունը դա առևտուր է, ժողովուրդ։ Հարց ես դնում, որի պատրաստ ես փող զիջում գնալ կամ չգնալ, չէ՞։ Կամ ինչ որ եթե այդ հարցը կա, ուրեմն այդ հարցը ենթակա է քննարկման։ Ցեղասպանության հարցը երբևէ չպետք է լինի քննարկման առարկա։ Պատմական արդարությունը, իսկ պատմական արդարությունը Մասին ենք խոսում, մենք դիվանագիտության մասին ենք խոսում։ Պետությունը ո՞նց կարող է անցյալ էջը փակել անցնել առաջ։ Ո՞նց կարող է իր ժողովրդի էջը փակել անցնել առաջ։ Ինչի եք ուզում առևտրի առարկա դարձնել։ Առևտրի առարկա մի վարքյան դիվանագիտությունը դիվանագիտությունը ներողություն Մցրել է հարցը չի եղել։ Քոչարյան Ռոբիկը չի եղել միջև այդ պետական մեր արտաքին հարաբերությունների հարց ցեղասպանությունը չի եղել։ Ռոբիկի ժամանակ մցվել է, չգիտեմ ինչ բաներից ելնելով։ Դե չեմ սխալ, մի անգամ էլ ասել եմ, ես չգիտեմ այդ ցեղասպանությունը ինչ է, բայց Սփյուռքին պետք է։ Այսինքն համարվում է, որ առասարակ պետք է չխոսվի ցեղասպանության մասին։ Ով ասում չխոսվի, ժողովուրդ ասում արտաքին հարաբերությունների մեջ պունկտ որպես չպետք է լինի։ Այդ արտաքին քաղաքականության մաս չպետք է լինի դա ասում են։ թվականին Ծիծեռնակաբերդ է կառուցել։ Հիմա ո՞նց եղավ որ Ռոբերտ Քոչարյանն մտցրել արտաքին քաղաքականության օրակարգ։ 65 թվականին մցվել է օրակարգ արտաքին քաղաքականության։ Ծիծեռնակաբերդը Չի եղել, մի հատ գնացեք օրակարգերը կարդացեք էլի։ Ասենք չկարդացեք, ժողովուրդ չի կարելի տենց պրիմիտիվ բան անել։ Գնացեք կրթվեք, նոր եկեք խոսացեք էլի, ասեք 65 թվին կար։ Բոլորը անկիրթ են, Փաշինյանն ու իր կառավարության անդամները կամ իր նախկին աշխատակիցներն են կիրթ։ Ես միջև հիմա կա, չէ՞, կարաբանում արտաքին քաղաքականության պունկտ որպես։ Ես ասում սխալը չպետք է լինի դա։ Պետք է ժամանակին հանել, որովհետև չի կարելի ցեղասպանությունը դարձնել առևտրի առարկա։ Պահանջատիրություն այդ եւ առևտուր։ Դրան էլ ձեր Ինչին պահանջատիրություն։ Ես դուք ինչու եք դիվանագիտությունը առևտուր համարում, ասում որ Որտեղ է սա ձևը, որ գնացեք կարդացեք ինչա դիվանագիտությունը։ Բոլոր տեղերը գրած է։ Դիվանագիտությունը, երբ որ արտաքին քաղաքականության մեջ մտցնում ես ինչ որ պունկտ, այդ պունկտը պատրաստ ես սակարկել։
պունկտի վերաբերյալ պատրաստ ես քննարկել ինչ-որ հարց։ Հիմա Արցախի հարցն է առևտրի հարց, երբ որ բանակ։ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության ինչ իհարկե առևտրի հարց է։ Բա ինչ է։ Բա փոխզիջումներ ինչ առևտուր չի։ Եթե փոխզիջում Բա ինչ վճարում ես մի բան գնելու համար։ Դա է առևտուր։ շատ պրիմիտիվ եք մտածում։ Ուրեմն երբ որ փող չկար, պատմությունը որ նայեք, երբ որ փող չկար, մարդիկ ինչ որ բան տալիս են, ինչ որ բան վերցնում էին։ Դա էլ էր առևտուր։ Ինչ պարտադիր փողը լինի։ Ասենք չի կարելի այդքան պրիմիտիվ խրը։ Ցանկացած բան, որը քննարկման ենթակա, դա առևտուր է։ Ինչ որ կա այդ եմ ասում։ Ինչ հայրենիքի համար կռիվ։ Ինչ եք խոսում։ Ինչ եք խոսում, ես կռվից խոսացի։ Ով է խոսել Արցախից։ Արցախից հարց տվեցին, ասիկ առևտրի առարկա էր Արցախը։ Արցախի հարցը եղել է քննարկման առարկա, որը ինքը իրանով առևտուր է։ Ես քեզ եմ տալիս, դու ինձ ես տալիս։ Արցախը մեր հայրենիքն է, մենք մեր հայրենիքի համար կռիվ ենք տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Ռիփսիմե չեք ուզում ընկալեք, ինչ եմ ասում։ Երբ որ ինչ որ բան քննարկվում է, դա առևտուր է արդեն։ Փող զիջումը ի՞նչ է։ Հանրացնել հայրենիքի պաշտպանության հարցը։ Ինչ պաշտպանության հարց։ Ինչ մանրացնել։ Մեր տղեկ որ գնում զոհում են, չէ՞, ասում ես առևտուր։ Տղեկի մասին ենք խոսում մենք։ Տղեկի մենք խոսում ենք, որ մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Դուք ինչ եք առաջարկում։ Մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Եթե խոսում ենք դիվանագիտության մասին, խոսում ենք այդ բանը։ Բայց երբ որ այս ցեղասպանությունն էլ ուրանանք, հարցը փակենք դնենք։ Ով ասում ուրանանք։ Ով ասում ուրանանք։ Ասում մի արեք առևտրի, առարկա մի սարքեք, մի դրեք Թուրքիայի հետ, մի մցրեք, ասեք Թուրքիային, ասեք, չէ, այ նորից է պետք։ Լուծումը ես չգիտեմ, ես լուծում առաջարկող չեմ, ես անասնաբուժ եմ, մասնագիտությամբ, կարծում շատ լավ գիտեք բոլորը, բանն էլ մեր օրն է, հիմա հարցը հետևյալն է, երբ որ կա ցեղասպանություն, որը անբեկանելի, անհերքելի իրականություն է, չի կարելի դա դարձնել սակարկման ենթակա, որովհետև դու երբ որ սարքում ես սակարկման առարկա, Թուրքիան ասում է, արի հանձնաժողով ստեղծենք պատմաբաններ, տեսնենք իրականում եղել է թե չէ։ Իսկ դու չպետք է գնաս դրան։ Ոչ հանձնաժողով պետք է ստեղծես, ոչ էլ Թուրքիային թույլ տաս ինչ որ ձևի միջամտի այդ հարցին։ Ցեղասպանությունը իրականությունն է, ցեղասպանությունով զբաղվում են մարդիկ, կան կառույցներ, որոնք զբաղվում են պետական արտաքին քաղաքականության մեջ չպետք է լինի ցեղասպանության հարցը։ Այդ եմ ասում։